Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Պարոն Կիվիրյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Կիվիրյան, ինչ վերջին շաբաթում պարզ դարձավ մեզ, Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով ասում է, որ այն մարդիկ, ովքեր խոսում են Արցախի մասին, գիրք են նվիրում Արցախի մասին, հերիք չէ նրանք կազատվեն աշխատանքից, մի բան էլ ավելին, Արցախի մասին, Արցախյան շարժման մասին խոսող մարդիկ պատերազմի հրձիկներ են, պատերազմ են ուզում։ Եվ նախընտրական շրջանում քաղաքական դաշտը բաժանեց երկու մասի։ Մի մասում իրենք են խաղաղության աղավնիները, խաղաղություն բերողները, ովքեր փակում են Արցախի էջը եւ ընդհանրապես շարժման էջը, Արցախահայերի հետ կապված բոլոր թեմաները, եւ մյուս կողմում ընդդիմադիրներն են, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի պատերազմ են ուզում Հայաստանի գլխին բերել եւ պետք է հանրությունը ճիշտ կողմնորոշվի ու նրանց չընտրի։ Հիմա ինչ անել։ Արցախի մասին նույնիսկ հիշողություն չունենալ, այդ հիշողությունը ոնց այսպես մոռացության տալ, Արցախի մասին ընդհանրապես չխոսենք, որն է Նիկոլ Փաշինյանի ուզածը։ Ձեր հարցը շատ ծավալուն է, եկեք փորձեմ նաև ծավալուն կետ առ կետ պատասխանել։ Առաջինը այն, որ ինքը հայտարարում է, որ գիրք նվիրելը հրահրում է պատերազմը։ Եկեք հիշենք, որ 2019 թվականին ինքը գիրք էր նվիրել, Արցախի մասին գիրք նվիրեց Պուտինին։ Կազիմիրովի։ Այո, Կազիմիրովի գիրքը։ Հիմա շատերը կարող է դա չհիշեն։ Ուրեմն նայեք, եթե անձը գտնում է, որ Արցախի մասին պետական մակարդակում նման գործողություններ անելը հրահրում էր պատերազմը, դա նշանակում է ինքնախոստովանական ցուցմունք։ Այն ինչի մեջ իրան շատերը մեղադրում են, որ այս մարդը իր անպատասխանատու գործողություններով իշխանության գալուց հետո 18-ից մինչև 20 թվականներ հրահրել է պատերազմը։ Սրանից այն կողմ ինքնախոստովանություն ինձ թվում է չի կարող լինել։ Որովհետև այն ինչում ինքը այսօր մեղադրում է բոլորին, ինքը այդ նույնը արել է 18-ից 20 թվականները։ Ինքը չի ժխտում, պարոն Կիվիրյան, ասում է ես հասկացել եմ, հենց այդ ճանապարհով անցել եմ ու հասկացել եմ, որ դա սխալ է։ Ուրեմն այսինքն դա ինքնախոստովանական ցուցմունք է, որ ինքը դա արել է, այդ ճանապարհով անցել է, որի արդյունքում հայ ազգը կորցրել է Արցախը, լցրել է եռաբլուրը, ունենալով 4-ից 5000 սով, հասկանում եք։ Եվ ով է այս ամենի համար պատասխանատու։ Ինքը։ Սփյուռքի նախարարը կներեք, այսօր ասում էր նախկիններն են մեղադրում։ Դե գիտեք ոնց է, Սփյուռքի այդ երիտասարդ տղան ամեն ինչ կարող է ասել։ Ոչ մեկը չի ասում նախկինները անմեղ են եղել, չքնաղ են եղել եւ այլն։ Բայց կա օրվա իշխանություն։ Պատկերացրեք, ուրեմն 1941 թվականին, հենց որ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, Ստալինը կանգներ եւ մեղավոր հաներ Նիկոլայ II-ին, իրանից առաջ Լենինին, կամ ասենք Իվան Գրոզնուն, հասկանում եք։ Աբսուրդ կլներ, չէ՞։ Նայեք, ուրեմն եթե այսպես ասած գլոբալ այս միտքն էլ ասեմ, հետո ավելի մանրամասը ձեր առաջին հարցին պատասխանեմ։ Ուրեմն 2016 թվականին ապրիլյան դեպքերի ժամանակ արդեն իսկ պարզ էր, որ իրավիճակը գնում է ինչ որ առումով պատերազմի։ Ամեն րոպե այդ վտանգը կա։ Դու պետք է ամեն ձև փորձես դիվանագիտորեն ցկել, ռազմական առումով պատրաստվել։ Նայեք, 16-ից 20 թվականը 4 տարի։ 2 տարին պարզ է նախկինների վրա է Սերժ Սարգսյանի, բայց 2 տարին դա քո վրա է, տղա ջան։ Օրինակ նույն իրավիճակում հայտնվեց Իրանը։ 12 օրյա պատերազմում ակնհայտ էր, չէ՞, որ իրավիճակը գնալու է ավելի մեծ պատերազմի։ 12 օրում 12 օրյա պատերազմի ժամանակ իրենք ակնհայտ երևաց իրենց խնդիրները, բաց թողումները։ Ընդհանրապես մի քանի ամիս անցած սկսվեց նոր պատերազմը, չէ, 4 տարի չէ, 2 տարի չէ, մի քանի ամիս անց։ Եվ մենք տեսնում ենք արդյունքը, թե մի քանի ամսում իրենք ոնց են պատրաստվել, վերապատրաստվել, ամբողջովին փոխել ստրատեգիան, վերազինվել։ Այսինքն, եթե իշխանությունը ունի կամք եւ ցանկություն, մի քանի ամիսը լրիվ բավարար է։ Ինչի մասին ես մշտապես իմ հարցազրույցներում բացատրել եմ։ Իսկ այստեղ 4 տարի
16-ից 20 թիվը։ Երկուսը ընդունում եմ, դա Սերժ Սարգսյանի իշխանության մեղավորությունն է, այդ 2 տարի։ Բայց տղա ջան, դու էլ ունեիդ առնվազն 2 տարի։ Եթե խելք ունենայդ, ավել էլ կձգեիդ, եթե այտենց Արցախի գրքերով չվազեիդ ստեղ այնտեղ։ Ինչ ես արել։ Վերազինվել ես, վերափոխվել ես, նոր ստրատեգիա ես մշակել, նոր ռազմական պլան ես մշակել։ Նոր կետից ես սկսել։ Դե նոր կետից հասցրել է աղետի։ Հիմա վերադառնանք այդ բուն ձեր հարցին, որը շատ գիտեք ոնց է առանցքային եւ կարեւոր է։ Գիտեք, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Եկեք տարանջատենք, պարտված կողմի քաղաքականությունը մի բան է, բայց Նիկոլ Փաշինյանի արածը դա լրիվ այլ բան է։ Օրինակ նայեք, վերջերս Սիրիայի քրդերը պարտվեցին։ Խելոք դրոշի իջացրեցին, ինչ որ բանի համաձայնվեցին, բայց գիտեք ոնց է, կա առանցքային բան։ Սիրիայի քրդերը որևէ առումով պարտվելուց հետո ոչ ցանկանում են մոռանալ իրենց պատմությունը, ոչ ցանկանում են կտրվել իրենց մշակույթից եւ արմատներից։ Այն, ինչ փորձում է անել Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի արածը կարելի է համեմատել, որպեսզի դեք ավելի լավ պատկերացնեք, ուրեմն տաղանդավոր գրող Չենգիզ Այթմատովը ունի մի հատ ստեղծագործություն, որը կոչվում է Եվ դարից ավել ձգվում է օրը։ Հա, ձգվում է օրը։ Այնտեղ ինքը պատմում է մանկուրտի մասին։ Ով էր մանկուրտը։ Մանկուրտը դա մի երիտասարդ ուրեմն քոչվոր, այսպես ասած, հանդուգն տղա էր, որը բախման ժամանակ ընկնում է գերի։ Ժուան կարծեմ ցեղի մոտ։ Այդ ցեղի մոտ կար ուրեմն ավանդույթ թե ոնց մարդուն սարքեն կամազուր կենթանի։ Իրանք հասկացել են, որ ցանկացած գերին, անկախ գերի լինելուց, ինքը պոտենցիալ կարա ապստամբի ամեն պահի։ Եվ որպիսի կոտրեին վերջնականապես կամքը, իրանց մոտ կար մեխանիզմ։ Այդ գերուն վերցնում էին, իրա գլխին հագցնում էին ուրեմն ուխտի կաշվից, նոր մորթած ուխտի կաշվի վզի մասի այդ ճարպոտ հատվածը, որը կոչվում էր շիրը։ Եվ սոված ծառավ կապված վիճակում մի քանի օր թողնում էին անապատում արևի տակ։ Մի մասը մահանում էր այդ վիճակում, բայց ով մնում էր կենթանի, այդ շիրան ուրեմն սերտաճում էր գլխի հետ, սեղմում էր գլուխը, եւ մարդը կորցնում էր իր հիշողությունը, մարդը կորցնում էր անգամ չգիտեր էլ իր անունը, որտեղից է, վերածվում էր կամազուր կենթանու, մանկուրտի, որը պատրաստ էր անել ամեն ինչ։ Ինքը ուրեմն չուներ պատմական եւ մշակութային հիշողություն, ազգային իդենտիֆիկացիա, ընդամենը իրա պահանջվում էր, որ մանկուրտին կերակրես, այսինքն մանկուրտին հետաքրքրում էր լցնել իր ստամոքսը, եւ ինքը պատրաստ էր կատարել ցանկացած ամենադաժան եւ կեղտոտ գործողությունը։ Եվ այդ Չենգիզ Այթմատովի այս ստեղծագործության մեջ այդ երիտասարդը, որը դառնում է մանկուրտ, վերջում իր տիրոջ հրամանով սպանում է սեփական մորը։ Մայրը ընկած ման էր գալիս իր որդուն, գտնում է, դե մտածում է որդին է բան կհիշի, բայց տղան ոչինչ էլ չի հիշում, ինքը կամազուրկ մանկուրտ է։ Հիմա եթե նայում ենք Նիկոլ Փաշինյանի ուրեմն վարած գործողությունները, ինքը փորձում է հայ ազգին կտրելով իր պատմական, մշակութային հիշողությունից, ազգային իդենտիֆիկացիայից, վերածել կամազուրկ մանկուրտի, որին հետաքրքրում է միմիայն իր ստամոքսը լցնելը։
Դրա համար էլ ինչ է անում ողջ օրը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Իրան գովազդում են էժան ուտելիքով ստամոքս լցնելու մշակույթը, կուլտը։ Դա սարքել են, ոնց ասել, կուլտ։ Ամեն ձևով մի հատ կարկանդակ է այստեղից բան արա, մի հատ, հա, որտեվ դա է քոնը։ Մի կողմից նայեք զրկում են ազգային իդենտիֆիկացիայից, մյուս կողմից քարոզում են ամեն գնով ստամոքս լցնելու այդ ուրեմն մշակույթը։ Նայեք Նիկոլ Փաշինյանը դա գլոբալ առումով եթե մենք համադրենք, դա այն նայեք Շիրանն է, այսինքն այդ կաշին, որը հագցրել են հայ ազգի գլխին, որպեսզի իրան սարքեն մանկուրտ։ Այսինքն Նիկոլը իդենտիֆիկացվում է որպես այդ շիրա, մինչև հայ ազգը իր գլխից չպոկի ու չշպրտի այդ կաշվի կտորը շիրային, այսինքն Նիկոլի, դա գնալով շարունակվելու է։ Նայեք, ուրեմն Չինգիզ Այթմատովը դա նկարագրել գրել է, ընդ որում նայեք կա երկու վարկած, մեկը որ ինքը դա հորինել է, բայց կան նաև բազմաթիվ հետազոտողներ, որոնք հայտնաբերել են, որ դա այդ Միջին Ասիայի թուրքալեզու ժողովուրդների մոտ արմատացած ուրեմն մոդել է եղել, մարդուն նման ձևով ստրուկ մանկուրտ սարքելը։ Նայեք, թուրքական ժողովուրդների քաղաքականությունը ովքեր եկան այս տարածաշրջան, վերցնենք այսօրվա Թուրքիան, այնտեղի բնակչությունը, որ իրան համարում է թուրք, հələ թուրքական արյուն չկա, ընդամենը եկել է զինված էլիտա, դա նախկին հայերի, հույների սերունդներն են, բայց որոնց սարքել են իրականության մեջ մանկուրտ, որը չի հիշում ինքը ով է։ Նույնը վերցնենք Ադրբեջանը, ներկայիս ադրբեջանցիների մեջ թուրքական արյուն որպես այդպիսին չկա, եթե կա է շատ չնչին է, դրանք նախկին հայերի, կովկասյան ալբանական ժողովուրդների, ինչպես նաև իրանալեզու ժողովուրդների, թաթերի, թալիշների, սերունդներն են, որոնք էլի չեն հիշում իրանց ով լինելը, որտեղ նրանց էլ են սարքել մանկուրտ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ձեռքով այդ մոդելը փորձ է արվում կիրառել Հայաստանում, հայ ազգին սարքել մանկուրտ, որը ոչ հիշի ինքը ով է, դրա համար նայեք, իրան կտրում են ընդհանրապես ամեն ինչից։ Ուրեմն եկեք մի բան հստակ խոսանք, պատկերացնենք, ազգը թույլ է, ազգը պարտվել է։ Քաղաքական իշխանությունը իհարկե պետք է վարի բավականին զգույշ քաղաքականություն, բայց ոչ մեկը չի ասում մոռացի քո արմատները, մոռացի քո պատմությունը։ Սովետի ժամանակ կներեք, պարոն Գիվերյան, կարևոր դետալ եք ասում այս պահին, այսինքն չմոռանալ պատմությունը, բայց հասկանալ նաև արդյոք այդ պատմության հիշողությունը բերել է քաղաքական օրակարգ, այդ ամեն ինչը քննարկել է իսկապես ըստ իշխանության տեսակետի, այդպես է նրանք ասում, բերելու է պատերազմ, այսինքն պատմական հիշողություն, օրինակ եթե մենք Արցախի մասին հիշենք, ցեղասպանության թեման արտացենք, դա բերելու է պատերազմի։ Ուրեմն նայեք, գոյություն ունեն, ուրեմն հարթություններ, գոյություն ունի ազգային հարթություն, գոյություն ունի պետական հարթություն, ոչ մեկը չի այսօր ասում, որ պարտված ազգի ղեկավարներ, իշխանության բարձրագույն պետական մակարդակում դա դարձեք դրոշակ, հակառակը ես ինքս բացատրել եմ, որ պարտված ազգը պետք է գործի խոհեմ, բայց գոյություն ունի ազգային մակարդակ, ճիշտ է, այ ազգային մակարդակում արգելելը, կտրելը ազգին իր պատմությունից, իր արմատներից նշանակում է դարձնել մանկուրտ, ուրեմն նայեք, սովետական ժամանակաշրջանը վերցնենք, որպեսզի համեմատենք, սովետական ժամանակաշրջանում Հայաստանը մտնում էր ՍՍՀ-ի մեջ, առանձին հանրապետության կարգավիճակով, ճիշտ է, որևէ Հայաստանի, սովետական Հայաստանի ղեկավար թուրը չէր վերցում, չէ, ասենք թուր ճոճում Թուրքիայի ուղղությամբ,
պահանջում, ասենք, ինչ որ այսպես ասած մտնել Վան, դուրս գալ Զեյթուն, մտնել Կիլիկիա, բայց ազգային մակարդակում ուսումնասիրվում էր այդ հարցերը, պատմությունը, ցեղասպանությունը, լեզուն, մշակույթը եւ այլն։ Ճիշտ է։ Ու բոլոր այն ազգերի մոտ, որոնք այդ պահին չունեն հնարավորություն, օրինակ ինչի ես բերեցի քրդերի օրինակը, պարտվել են։ Բայց ինչ որ մեկը ուրեմն իրանց ղեկավարներից կանգնում ասում է, գիտեք ինչ կա, եթե մենք պարտվել ենք, ուրեմն պետք է մոռանանք Քոբանին, Աֆրինը եւ մնացածը։ Չէ, ասում են, սա մեր քաղաքն է։ Երեք իրանց լիդերներից մեկը մահացավ, պատվավոր տարան Կոբանիում թաղեցին։ Ուրեմն եւ այդ ամենը շարունակվում է։ Տեսեք, դուք սովետական նորից եմ ասում։ Հիշեցնում, Փաշինյանն ասում է, հենց այդ սովետական շրջանի հայրենասիրության մոդելը մենք պետք է փոխենք։ Ուրեմն, հենց երևի ձեր ասացի շրջանակում է դա։ Նայեք, ուրեմն հայությունը երկար հարյուրամյակներ չի ունեցել պետություն։ Բայց մարդիկ հակառակը այդ պատմական հիշողությունների հիման վրա դարեր անց կարողացել են վերականգնել։ Եթե դարեր առաջ, հենց որ մենք չունենք պետականություն, լինեին Նիկոլ Փաշինյաններ, իրանք ինչ էին քարոզել, ասել են դե օսմանյան քաղաքացի ենք, երազենք մնանք օսմանյան քաղաքացի, Սեֆյան Իրանի կազմում ենք, երազենք մնանք, ռուսական կայսրության կազմում ենք, ու հայությունը երբեք չէր վերականգնելու պետականությունը։ Պետականությունը վերականգնվել է ոչ այն մոդելով, որը քարոզում է Նիկոլ Փաշինյանը, հասկանում եք, հարյուրամյակներ անց, ընդ որում ես բազմաթիվ անգամ բացատրել եմ, սա յուրահատուկ դեպք է, շատ քիչ ազգերի մոտ, մատների վրա հաշված ազգերի մոտ է, որ դուք կարող եք գտնել հարյուրամյակներ անց պետականության կորուստից հետո պետականության վերականգնում։ Ընդ որում մենք դա հասցրեցինք անել այն ժամանակաշրջանում, հենց որ սկսվեց ազգային պետությունների վերելքը։ Օրինակ, մենք ընդամենը մի քանի միլիոն ենք, դա ստացվեց, քրդերը մեր կողքը 40-50 միլիոն են, բայց իրանք 100 տարի առաջ հենց որ ստեղծում էր ազգային պետությունները, իրանք բաց թողեցին, գնացքից ուշացան, դրա համար այսօր 40-50 միլիոնով այդքան, այսպես ասած, բազմաթիվ այլ խնդիրների առաջ են կանգնած։ Հիմա Նիկոլ Փաշինյանի քարոզած մոդելը, եթե լիներ դարեր առաջ, ինքը տանելու էր բնաջնջման ուղղակի։ Ինքը այն ժամանակ ողջ ազգին քարոզում է, նայեք, իր մոդելը դա մանկուրտիզմն է, որը գտածո է մեր ցանկացած քո հարևանի համար։ Չի ասում էի, տարածքային նկրտումներ չունենալ քո հարևանների հետ, տնտեսական կապեր զարգացնել, դեմ առ դեմ կանգնել խոսել հարևանների հետ առանց երաշխավորների, տնտեսությունը զարգացնել, դրա ի՞նչն է։ Ուրեմն Հայաստանի որևէ իշխանություն անկախությունից ի վեր չի ունեցել տարածքային հավակնություն իր որևէ հարևանի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը թող չխեղաճուրի ուրեմն իրականությունը։ Հասկանում եք։ Ինքը խեղաճուրում է իրականությունը։ Դրա համար Հայաստանի որևէ ղեկավար, անգամ արցախյան ծնունդով ղեկավարները ոչ մեկը չէր գնում հարբած Շուշիում, երգում, պարում եւ Ստեփանակերտում հայտարարում Արցախը Հայաստան է եւ վերջ։ Բայց արդյոք ճշմարտություն չկա այն խոսքում, որ ինքը ասում է մյուս դաշտի լիդերները կամ ուժերը պետք է ուղիղ ասեն, որ իրեն գալու են Արցախը հետ են բերում կամ Արցախյան շարժումը վերականգնել են։ Նայեք, ինքը իրականում կիրառում է շատ էժանագին մանիպուլյացիա։ Հասկանալով, որ այս պահին հայ ազգը պաթոլոգիկ վախում է պատերազմից, ինքը փորձում է տանել այդ մոդելով։
որ ինքը դա խաղաղության աղավնին է, իսկ մյուսները պատերազմի ձգտող։ Այնտեղ ոչ միտեղ պատերազմի ձգտողներ չկան։ Հասկանում եք խնդիրը որն է։ Ոչ մեկը իրպես խելապակած չի։ Որ այն ինչ որ ինքը անում էր 18-ից 20 թվական։ Ընդ որում, գիտեք, շատ մեծ հարց է, թե ինքը օրինակ շատերը մտածում են, որ դե հիմա ամեն ինչ ոնց որ ինքն է չէ ներկայացում, ամեն ինչ փորձում է անել, դե պարտվեցինք, հիմա տենց ստացվեց։ Դա գիտեք ոնց է, դրանով կարան խաբել նրանց, ովքեր չգիտեն Հայաստանի պատմությունը։ Նայեք, 1998-9 թվականներին կար այդպիսի մի հատ կուսակցություն, կոչվում է Նոր ուղի։ Այդ կուսակցության լիդերները դա Գյորգի Վանյանն էր, մահացել է հիմա, Աշոտ Բլեյանն է, որը կենթանի է։ Ուրեմն իրանք մասնակցեցին ընտրություններին եւ ընտրություններում շտաբի պետը հենց այդ կուսակցության ընտրական շտաբի պետը Նիկոլ Փաշինյանն էր։ Եվ այդ կուսակցությունը քարոզում էր այն ամենը, ինչ որ հիմա ինքը կյանքի է կոչում, որ պետք է հրաժարվել Արցախից, այս սահմանների մեջ հանեք այդ կուսակցության, այսպես ասած, ելույթները, ծրագրերը եւ կտեսնեք, որ այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանը անում է այն, մի քիչ ավելի ծայրահեղ ձևով, ինչ որ այս կուսակցությունը քարոզում էր հեռավոր սրանից, ասենք, Փաստորեն կամ մի սկզբում, որին նա միշտ վերջ հավատարիմ է։ Նայեք, եկեք ուրեմն մի քիչ ծավալուն ձևով ներկայացեմ, որտեղ մարդիկ երևի չեն հիշում։ Ուրեմն միակ բանը, որ այն ժամանակ ինքը չէր քարոզում, որ պետք է հայաթափել Արցախը։ Դե գիտեք ոնց է 98-9 թվականներին դա քարոզելը շատ վտանգավոր կլիներ։ Բայց մնացած առումով, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մնացած առումով այսա նույնն է։ Տարիներ շարունակ մարդը սա է քարոզել, մարդը հավատացել է դրան։ Ընդամենը շատ կարճ շրջան, մոտավորապես 14-15-ից մինչև 20 թվականը, այս մարդը փորձում էր խաղալ ազգայնական։ Ընդ որում պարզ է խի է դա անում։ Այդ ժամանակը մշակվել, այսպես ասած, իշխանափոխության հանձնման մոդելը, պարզ է, որ գիտեք ոնց է, հայ ազգը որևէ ձևով չէր ընդունի։ Եթե սկզբանե դրան ասեն, որ Արցախը չի լինելու Հայաստանի։ Այո, ուրեմն դրա համար պետք էր խաղալ համատեղ ուժերով ազգայնական։ Նայեք, մի բան ասեմ, էլի, եթե այդ մարդը ոնց ինչ որ քարոզում էր իր ամբողջ տարիներ շարունակ այդ նոր ուղու գաղափարախոսությունը։ Մշտապես շարունակեր քարոզել դա։ Այդ դրոշներով վերցներ իշխանությունը։ Երեք դա կլներ ինչ որ առումով տրամաբանական։ Բայց դու փաստորեն, նայ, դու մոլորեցրել ես հայ ազգին, իրան ենթարկել ես ուրեմն աղետի, զրկանքների, օրինակ, նայեք, ինչի ես մանրակրկիտ պատմում էի մանկուրտ սարքելու մոդելը, հենց որ մարդու գլխին հագցնում են Շիրային կամ ազգի գլխին հագցնում են Նիկոլին, հետո անապատում օրեր շարունակ ծառավ սոված թողնում էին արևի տակ, այսինքն մանկուրտ սարքելուց առաջ ազգը կամ մարդը պետք է անցնի անասանելի տառապանքներով, շոկ առաջանա իր մոտ, օրինակ այդ մանկուրտի մոտ դա այդ անապատի արևն էր, հայ ժողովրդին, այդ տառապանքների ենթարկեցին, գիտեք ոնց է, նման խայտառակ պատերազմով, աղետով, կորուստներով, 5000 երեխաների զոհերով, 4-5 հազար։ 21-ին որ ընտրվեց շոկի ենթարկված հասարակության հետևանքեր։ Իհարկե դա դրա արդյունքն էր։ Ընդ որում, նայեք, եկեք մի բան հստակ պատկերացնենք։
Նաև ինքը ընտրվեց, քանի որ իշխանություն էր։ Եթե ինքը չլիներ իշխանություն, ինքը պարզ է, որ 21 թվականին էլ չէր ընտրվի։ Այստեղ է անդիմության նաև խնդիրը։ Հայաստանում երբևիցե անդիմությունը չի կարողացել ընտրություններով հաղթել։ Ինչ էր իրանց թվում, որ 21 թվականին դա չի աշխատի։ Բայց դա դետալ է, նայեք, ուրեմն հիմա ազգը պետքա կամ անձը ենթարկվի անասանելի տառապանքի, որ այդ շոկի պարագայում սկսվի մանկուրտիզացիան։ Շոկը մեկ։ Շիրա Նիկոլը իր գլխին, այսպես ասած, որ սեղմում է գլուխը, ուղեղը չի թողնում հիշել։ Եվ դու ամեն ձևով իրան կտրում ես իր պատմական ազգային հիշողությունից։ Ու սկսվում է անձի կամ ազգի մանկուրտիզացիան։ Այն ինչ որ մենք առավել եւս ես ինչի օրինակը բերեցի, մեր հարևան թուրքերը դրա մասնագետն են։ Նայեք, ազգեր են սարքել մանկուրտ։ Այսինքն նա ասում եք, որ հենց իրենց թելադրված քաղաքականությամբ էս ամեն ինչը դի։ Ես գիտեք ոնց է, չեմ կարող ասել դա թելադրված է, դա մարդը ինքնուրույն է հասել դրան, ինչ որ մեկը հուշել է, բայց ես նկարագրում եմ ինքը ինչ է անում։ Եվ դա հստակ բռնում է այդ մոդելին։ Հիմա 3 ամիս հետո նորից ընտրություններ են։ Այդ ձեր ասած այդ մոդելի կիրառումը կտա իրենց համար ցանկալի արդյունք, այսինքն Փաշինյանը կընտրվի այս ընտրություններում հաշվի առնելով դեր ասած շոկի ենթարկված հասարակություններ, հիշողությունից կտրված ընտրվել չընտրվելու խնդիրը կախված է ընդդիմությունից։ Եթե լինի իրական իշխանության համար պայքարող ընդդիմություն, Նիկոլ Փաշինյանը 18-ին էլ չէր լինի։ Հասկանում եք։ Խնդիրը նաև ընդդիմության մեջ է, որ այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք մի ընդդիմություն, որը խորքային չի հասկանում գործընթացները ու չի հասկանում ոնց իրական պայքարել։ Ինչ ասել իրական պայքար։ Իրական պայքարը Նիկոլը ոնց նայեք, Նիկոլը ոնց որ իրական պայքարում է իշխանություն պահելու համար, այդ ու նույն ձևով պետք է պայքարես իշխանությունը վերցնելու համար։ Ոչ թե կարգախոսներով, ոչ թե գիտեք, գնանք փողոց կանգնենք, լսենք, գնանք տուն։ Հետո փողոցային պայքարի տակ ներկայիս ընդդիմությունը ինչ է հասկանում։ Մարդկանց հավաքել ինչ որ հրապարակում, մի քանի երթ անել, չէ։ Ստանդարտ տարբեր։ Հա, լսել իրանց, կարծես ինտերնետով չեն կարող իրանց լսել։ Հետո ճանապարհել տներով, կամ լավագույն դեպքում ասենք ինչ որ վրաններ դնել, ինչ որ ժամանակ անցկացնել այդ վրաններով։ Հասկանում եք։ Հետո մյուս քայլեր ունես, չունես։ Դրա համար ամեն անգամ դրա արդյունքում մարդկանց ճանապարհում ես տները։ Դու չգիտես մոդելը իշխանություն վերցնելու։ Ընտրություններով էլ դժվար է լինելու։ Ընտրություններով էլ ոչ թե դժվար է, անհնար է լինելու։ Անգամ 21 թվականին այդ շոկային վիճակում իշխանությունը կարողացավ վերարտադրվել։ Բայց հիմա ասում են միացյալ ընդդիմությամբ հնարավոր է։ Ու դե գիտեք ոնց է, թող ցույց տան, եթե շատ անկեղծ են, նաև հայտարարեն, որ եթե տապալվեցին, ընդմիշտ այդ բոլորը, ով դա կարողում է, իրանց մանկլավիկներով, ռուպորներով, բաներով կլքեն քաղաքական դաշտը, կանեն դա։ Ով է մնալու, Նիկոլ Փաշինյանը։ Չէ, կապ չունի, գիտեք ոնց է, սուրբ տեղը գիտեք երբեք դատարկ չի մնում։ Հավատացեք։ Հետո ասենք գիտեք ոնց է, նայեք, մնաց Նիկոլ Փաշինյանը ու մնաց ասենք ինչ որ այդպես ասած տնական ջերմոցային ընդդիմություն կամ մենակ Նիկոլնա ջերմոցային ընդդիմություն չկա, տարբերություն չկա։ Դա եթե ինքն է իշխանությունը, ուրեմն չկա։ Չէ, չկա, հասկանում եք, եթե ընդդիմությունը չի կարողանում իշխանություն վերցնել, ավելի լավ է լինի, չլինի նույն հաշիվ է, ավելի լավ է չլինի։
Բայց դուք այս պահին օրինակ տեսնում եք իշխանական դաշտում մտահոգություն կապված ընտրությունների հետ, այսինքն ընդդիմադիր ուժերի կոալիցիայի դեպքում իրենց իշխանազրկել։ Դուք ձեր տպավորությամբ դուք տեսնում եք իշխանությունն այս պահին իրեն ավելի հանգիստ է զգում, թե ինչպես ոմանք ասում են, լարված է։ Եթե ինչ-որ ասենք լարված զգար, երևի Նիկոլ Փաշինյանը կնոջից չէր բաժանվի։ Եթե անգամ այդ քայլին գնաց, ուրեմն բավականին իրան ինքնավստահ է այս պահին զգում։ Նայեք, իրանք տոտալ վերահսկում են ուժային կառույցները, վերահսկում են որոշակի առումով տեղեկատվական դաշտը, ռեպրեսիվ ողջ համակարգը, հավատացեք, որ այդ ամենը ունես ժողովուրդ, չունես ժողովուրդ, կապ չունի, քեզ լրիվ բավարար է վերարտադրվելու համար, ընդ որում ոչ միայն Հայաստան, ցանկացած երկրում։ Հենց ինչի եմ ես ընդդիմությանը շատ հաճախ ծաղրում, եւ այս մարդիկ եկեք քաղաքական գործընթացներից ընդհանրապես չեն հասկանում։ Փաշինյանն ասում է, թող գնան աշխարհով մեկ պատտվեն ուսումնասիրեն մոդելները, ոնց է վերարտադրվում, ոնց չի վերարտադրվում։ Ասում եմ, այսքանը ինչքանը ես թվարկեցի, լրիվ ուրեմն բավարարա վերարտադրվելու համար։ Ընդ որում, այս ընդդիմության մեջ բազմաթիվ մարդիկ եղել են իշխանություն, չէ՞։ Որոնք այդ մոդելով վերարտադրվել են։ Ինչի են իրանք մտածում, որ իրանք, այսպես ասած, կարային վերարտադրվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ուրեմն ազնիվ տղա է եւ չի դա։ Ժողովրդավար, ինքը ասում է մեր ընտրությունները երբեք չի կերտվել։ Գիտեք ոնց է, ներկայիս ընդդիմությունը երևի միակն է, որը Նիկոլի զատ հավատում է, որ Նիկոլը ժողովրդավար է։ Նման կոմպլիմենտ Նիկոլի հասցեին։ Աբսուրդ է, չէ՞։ Ոչ մեկը չի հավատում Նիկոլի ժողովրդավարությանը, լուրջ մարդը, փաստորեն մենակ Նիկոլն է հավատում, կարող է եւ Նիկոլն էլ դաշի չի հավատում, սեփական ժողովրդավարությանը, որտեղ դե գիտի ինչ էր անում, բայց բացում է ընդդիմության լիդերները հավատում են, որ Նիկոլը կլինի ժողովրդավար եւ չի անի դա։ Ես ձեզ ավելին ասեմ, Նիկոլը այս ընտրություններին եւ ընտրություններից հետո գնալու է այնպիսի ռեպրեսիաների, որ այսպես ասած շատերը են անցյալի կավա ելնեք տան։ Իդեպ եկեղեցու հետ կապված կարծես թե դադար է վերցրել, բայց հետարքիր պրոցեսները ներեկեղեցական կյանքում երեք հայտնի դարձավ, որ դեռևս 10 տարի առաջ դիմում գրած Բայց Ձեորի թեմին, հոգևոր առաջնորդին, որը իր դիմումի համաձայն ուզում է պաշտոնը վայր դնել, արդեն իսկ վեհափառը գնացել այդ քայլին եւ պաշտոնից հեռացրել է նրան։ Ուզում եմ ասել, փաստորեն այս փուլում նաեւ վեհափառը իր դիրքում է, անսասան է եւ Նիկոլ Փաշինյանը կարծեք թե ժամանակավոր գուցե նահանջել է, թե չէ։ Նայեք, ուրեմն Նիկոլ Փաշինյանը հիմա զբաղված է ընտրություններով։ Այսինքն ժամանակավոր պաուզա է։ Այնպես չի, որ ինքը այո մոռացել է այդ դրա մասին եւ դրանից ձեռ է քաշել։ Իմանալով Նիկոլ Փաշինյանին վստահ եղեք, որ ինքը ոչ մոռացել է, ոչ ձեռ կքաշի։ Ուղղակի այս իրավիճակից Գարեգին երկրորդը փորձում է լավագույնս այս պաուզայից օգտվել եւ ամրացնել իր դիրքերը։ Նայեք, ի տարբերություն բազմաթիվ ընդդիմադիրների հետ, եթե համեմատենք Գարեգին երկրորդին, այդ մարդը ցույց տվեց, որ պարզ է, այդ մարդը ընդդիմադիր չի, կաթողիկոս է, ընդ որում Գարեգին երկրորդը երբեք չի եղել իմ, այսպես ասած, ասենք սրտի կաթողիկոսը, բայց պետք է անկեղծ լինել։ Այդ մարդը այն պնդությունը, այն քաղաքական հմտությունները, որը ցույց է տալիս, եթե ուրեմն ընդդիմությունը այդքան ուրեմն այդքան հմտություն եւ այդքան պնդություն ունենար, ոչ 18-ին Նիկոլ կլներ, ոչ դրանից հետո, ոչ 21-ին եւ այլն, հասկանում եք։ Ես դրա համար եմ ասել, ուրեմն մարդիկ ետասադ են ընդդիմադիրները են փոքրիկ
որ ասենք կուրքեր են ման գալիս, ոչ թե Սերժի մնացա, այդ պետք է Գարեգինի մոտ գնան եւ պնդության եւ քաղաքական հմտությունների դասընթացներ փորձեն ասեն, գնան ասեն Գարեգին ծեծան մեզ մի քիչ սովորացրա էլի, ոնց պետք է իրականում քաղաքականության մեջ լինել ձիգ տղա։ Դրա համար նայեք, պահը օգտագործում է այս պաուզան եւ փորձում է շարքերը մաքրել Գարեգին երկրորդը։ Այս առումով ճիշտ է անում։ Ես չեմ կարող իհարկե կանխագուշակել, թե վերջում ով կհաղթի, բայց այն, որ այդ մարդը այս պահի դրությամբ։ հա, այսպես ասած, ամեն կերպ փորձում է դիմադրել Նիկոլին, դա փաստ է։ Եվ նայեք, ամբողջ Գերդաստանի կեսին տարան նստացրեցին, հրաժարական չտվեց, կողմնակիցներին ռեպրեսիա չտվեց, ինչ ասեն, կոմպրոմատ ունեին, լցրեցին իր ընտանիքի մասին, լցրեցին եթեր, թքածունի։ Մարդը ցույց է տալիս իրական պայքարը կամ նու շատ կոպիտ կարող է հնչի ձիգ տղան քաղաքականության մեջ ոնց պետք է լինի։ Հիշեք հանրապետականներին, իշխանության էին, չէ, մի հատ գոռում էին, մինչև հիմա մեր տանդեմը տարան դագաղ դրեցին, չգիտեմ, բա պայքար է, բա դագաղել կտնեն մեջը ձեզ էլ կպա, պայքար է։ Այդ մարդու վրա ինչ ասես արեցին, ասես չէ։ Սրանք ընկած մանկապարտեզի պես լացուկոցը դրել էին, բա գիտեք դագաղ են տարել, լենտ են կապել, չգիտեմ ինչ են արել, երեխես չգիտեմ ծանրա, բա երեխուտ մասին նայեք, ամբողջ աշխարհում մեկ տեսնում եք գործիչների մասին ինչ ասես գրում են, մարդը եթե չի ուզում, որ իր երեխեն կարդա իր մասին, չի մտնում քաղաքականության մեջ։ Եթե դու մտել ես, էդ է խաղի կանոնը։ Քո երեխեն էլ պետք է հանգիստ վերաբերվի, կինդ էլ հանգիստ վերաբերվի, սիրուհիդ էլ հանգիստ վերաբերվի, դու ես հանգիստ վերաբերվես։ Սա է խաղի կանոնը։ Չէ գնա քո համար, ասենք, այս բաղմուն գտի։ Այսքանը, շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալ եմ։